Ողջույն, 11-րդ դաս, անցնում ենք 22 և 23-րդ էջերին։ Նախորդ դասում մենք կատարեցինք վարժանք երկու գլխավոր ակորդների միջոցով ձախ ձեռքում, իսկ այսօր այդ նույնը կատարելու ենք աջ ձեռքում։ Ուրեմն, գնացինք առաջ, այստեղ ասում է introducing B for right hand, այստեղ արդեն ներկայացնելու ենք այս B նոտան, C նոտան, արդեն աջ ձեռքում, պետք է աջ ձեռքը դիրքավորենք, ինչպես տեսնում եք արդեն գտնվում ենք սոլի բանալի նշանի ներքո, այստեղ արդեն կենտրոնից, 1, 2, 3, 4, 5, մատները գրված է, և այստեղ արդեն անցում է կատարվում, մեկ ստեղ ներքև, ասում է to find B, գտնել B նոտան, և այստեղ place the right hand in C position, այսինքն մեր աջ ձեռքը պետք է դիրքավորենք արդեն դոյի վրա, կենտրոնական դոյի վրա և արդեն հաջորդաբար մեր մատները ընկնում են իրենց տեղը 1, 2, 3, 4, 5, 1, 2, 3, 4, 5 և այստեղ արդեն պետք է այդ անցումայինը բթամատով կատարենք, նախորդում ճկույթներ 5-րդ մատը, իսկ արդեն այստեղ առաջին մատն է կատարում դեպի ներքև, մեկ ստեղ ներքև, այստեղ գրած է reach finger 1, one white key to the left, այսինքն մեր առաջին մատը, բթամատը պետք է երկարացնենք, ձգենք, մեկ սպիտակ ստեղ դեպի ներքև, դեպի ձախ, այստեղ արդեն այդ դոյից C, ինչպես օրինակ տառերով C, B, դեպի B, այստեղ արդեն ասում է, ուշադիր եղեք, այս սխեմային ուշադրություն դասեք, սրա մասին է խոսքը, play slowly, say the note names as you play, Այստեղ արդեն նույնությամբ, ինչպես նախորդ դասում էր, պետք է դանդաղ նվագենք, վարժեցնենք, և այնուհետ պետք է այս տառերը կամ անունները, նոտաների պետք է տանք, այստեղ move one to B, այսում է շարժի առաջին մատը դեպի B նոտան, դոյից ոնց որ գնում ենք C, էլի սոլի բանալիում ենք գտնվում 4 քառորդ, նշանակում է 4 օրինակ զարկ, այնինքն ունենք 4 վարկյան տևողություն և այս ներքևի 4-ը նշանակում է, որ մեր քառորդ նոտան լինելու է տիրակալը այդ հարվածի, 1, 2, 3, 4, այսինքն երրորդ նոտան պահվեց 2 քառորդ, ուշադրություն դարձրեք նաև մատներին, 1, 3, 5, 1, 3, 5, մատները պետք է ուշադրություն դարձնենք, մատներով ենք նվագելու, առաջնորդվելու, հետո այստեղ արդեն ասում է դո, մի, սոլ, այնուհետև անցեք տառերին, C, E, G, պահվում է երկար G-ն, հետո արդեն գնում ենք այդ ակորդը, որ իջնում է դոյից դեպի C, C, Fa, Sol, այսինքն B, F, G, նույն ակորդը, ոնց որ մենք ասացինք ակորդները շրջվածքներ ունեն, դո, մի, սոլ, դո, սոլ, դո, մի, դա առաջին ակորդն է, մեր արմատական ակորդն է, դո, մի, սոլ, սա պետք է գնա արդեն մելոդիկ, ոնց որ մեղեդիական գնում է, հետո արդեն Si, Fa, Sol, հետո հարմոնիկ, սա պետք է արդեն վարժեցնել, դո, մի, սոլ, Si, Fa, Sol, դո, մի, սոլ, Si, Fa, Sol, ինչպես լսում ենք արդեն առաջի երկրորդը կարճ, երրորդը հնչում է երկար և միասին ունենք 4 տևողություն, հիմա դանդաղ նվագեմ, Սա պետք է այնքան վարժեցնեք, որպեսզի կարողանաք ձեր բթամատը հանգիստ կարողանաք ներքև, դեպի ներքև իրան ձգել, երկարացնել, սրա մասին էր, հիմա մյուսը, այստեղ ասում է C and C, այսինքն G7, G7 դենք գիտենք, այսինքն մեր սոլ սեպտիմ ակորդի մասն է խոսքը, այստեղ արդեն մեր C ակորդն է, դո ակորդն է և սոլ սեպտիմ ակորդ, chord for right hand, այսինքն այդ նույնը, որ մենք ձախում էինք սովորել, հիմա պետք է աջ ձեռքով նվագենք, ասում է, it is very important to be able to play all chords with the right hand as well as the left, ասում է շատ կարևոր է, որ կարողանանք նվագել ակորդները աջ ձեռքով, ինչպես ձախում էինք նվագում, շատ կարևոր է, chords are used in either or both hands in popular and classical music, այստեղ ասում է, ակորդները օգտագործվում են, ասենք, ինչպես, ասում է օգտագործվում են, ինչպես
դասական, այնպես էլ հանրաճանաչ, popular երաժշտության մեջ 1 կամ 2 ձեռքերով։ Սրա մասն է խոսքը։ Այստեղ արդեն տեսնում ենք մեր ակորդները, արդեն տեսնում ենք մեր աջ ձեռքում, գլխավոր ակորդներն են, սա մեր արմատն է, իսկ սա արդեն այդ շրջվածքայինն է, որ մենք ունենք օրինակ սոլ ակորդը, սոլ ակորդն է սա, իսկ սա ավելացավ 7-րդ աստիճանը, այսինքն նշանակում է սոլ սեպտիմ ակորդ։ 7-րդը դա օրինակ սեպտիման է։ Հետո արդեն շրջվածքներով։ Իսկ այստեղ ինչ կատարվեց, օրինակ այս ռե նոտան հանված է։ Դրա համար ոնց որ ոչ լիարժեք ակորդն է հնչելու, այսինքն առաջի շրջվածքը այստեղ արդեն հնչելու է առանց ռե նոտայի, այսպես։ Պետք է հնչի օրինակ սի ռե ֆո սոլ, բայց օրինակ հնչում է հիմա սի ֆո սոլ։ Սա պետք է նվագենք եւ հարմոնիկ ձևով է սա արդեն ներկայացված։ Տեսնում ենք, այստեղ ինչ է, սա արդեն իր կանոնն է, practice changing from the C chord to the G7 chord and back again։ Այսինքն ասում է այն վարժեցրու փոխել դոյից, այս դո ակորդից դեպի սոլ սեպտիմ ակորդ։ Ոնց որ հիմա ես ասացի, այսպես։ Պետք է արդեն ոնց որ հեյնն վեր է, ոնց որ այստեղ նվագում ես, հետո նորից հետ ես գալիս։ Սա պետք է վարժեցնել։ Ասում են the 5 finger plays G in both chords, այստեղ արդեն տալիս է այս կանոնը, որ 5-րդ մատը, այստեղ 5-րդ մատը plays G, այսինքն սոլը, որ նվագում է, երկու ակորդներում է նույնն է լինելու, այսպես, այսինքն մեր ճիկույթը 5-րդ մատը մնում է նույնը, այդ սոլ երկու ակորդներում է։ Հետո the 4th finger plays F in the G7 chord, այսինքն 4-րդ մատը, իսկ 4-րդ մատը միայն ասում է այս սեպտիմ ակորդում է նվագում 4-րդով, 4-րդ մատը նվագում է այս Fa նոտան, հետո only the first finger moves out of C position down to beat for G7, և ասում է միայն այս առաջին մեր մատը, այսինքն մեր դոյից էր առաջին մատը, միայն պետք է շարժվի այս C պոզիցիայից, դիրքից դեպի ներքև, դեպի ինքը արդեն իջնում է ներքև երկրորդ այս մեր ակորդում։ Մի հատ ստեղ նիշնելու է ներքև, սա մասն է խոսքը։ Եվ այստեղ արդեն նշվում է մեր ակորդները, ոնց որ նախորդ դասում ձախ ձեռքով էինք նվագում, իսկ հիմա այս նույնը պետք է նվագենք արդեն աջ ձեռքով։ Դո մի սոլ, սի ֆո սոլ, դո մի սոլ։ Շատ նվագեք եւ այնուհետ նվագեք միասին։ Եվ այստեղ իհարկե տված է 4 քառորդ, պետք է պահել 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, և արդեն տեսնում ենք մեր այս սիմվոլները, որ վերևում տրված է, սա նախանշաններն են, որ դուք արդեն չփնտրեք այս ակորդները, արդեն ձեզ հուշում է, օգնում է ձեզ, որպեսզի դուք միանգամից վերցնեք այս ակորդը։ Դրա համար մի մոռացեք այս G7-ը, մեկ էլ այս արմատական C, որ շատ հաճախ է օգտագործվում, արդեն գիտենք դո մի սոլ, սի ֆա սոլ, որ շատ երաժշտությունների մեջ, երգերի մեջ այն նվագակցելու է։ Դո մի սոլ, G7 արդեն գիտենք, սա շրջվածքն է, սոլ սեպտիմ ակորդի առաջի շրջվածքն է համարում, որը հետո կանցնենք, հետագայում անցնելու ենք քայլ առ քայլ։ Սա ուղղակի մենք օգտագործում ենք, որպեսզի այդ անցումը կատարենք, հիմա աջ բթամատը անցում կատարեց դեպի մեկ ստեղ ներքև։ Շատ կարևոր է։ Սա այս էջի համար հիմա կանցնենք արդեն 23-րդ էջ։ Գտնվում ենք 23-րդ էջում։ Հիմա այդ ակորդները, որ նոր սովորեցինք, աջ ձեռքով այդ անցում, որ կատարում ենք դեպի սոլ սեպտիմ ակորդ, այս ակորդները օգտագործելու ենք այստեղ։ Տեսնում ենք, որ այդ ակորդները գտնվում են այստեղ ակորդների վերևում, որպեսզի պարզ լինի, թե ինչ ակորդներ են նրանք, պետք չէ մտածել, որ սա դժվար նոտաներ են, արդեն մենք գիտենք այս ակորդների մասին է խոսքը եւ այն հեշտ կկատարենք, մինչեւ վարժեցնենք մեր ձեռքը, մեր մատները։ Ինչի մասին է լինելու այս երգը, օրինակ Mary Ann, Mary Ann, հիմա կոչվում է Մարիանա այս երգը, moderately fast պետք է լինի չափավոր, այսինքն չափավոր արագ է լինելու երաժշտությունը։
ու շատ հաճելի երաժշտություն է, սա 19-րդ դարի այդ 1940-45 թվերի երաժշտություն է, որը դարձել է հիթ, եւ այստեղ ասում է կալիպսո չուն, հա, չուն, այսինքն մեղեդի, այս կալիպսոն նշանակում է այդ ոչ, հա, ինչ որ ոճային այդ օրինակ արևմտա աֆրիկյան, հա, կոլումբիական, այդ կարիբյան կղզիների այդտեղի եկած երաժշտությունը, որ շատ սիրված է, բոլորս շատ սիրում ենք այս տեսակ ոճի երաժշտությունները եւ ավելի հաճախ ուրախ հնչող եւ ինքը ավելի այսպես տրադիցիոնալ ժողովրդական երաժշտություններից է գալի, որը օրինակ սա գրել է այդ երգահան Ռաֆայել դե Լեոնը, որ ինքը ավելի հայտնի է որպես մռնչացող արդյուծ, հա, այդպես տրադիցիոնալ ինչ որ երգահան է, ինքն է գրել այս Մերի Էնը, հա, եւ նա հիթ է դարձել ու հետո ներկայացվել է արդեն մինչև հիմա այն օգտագործվում է տարբերի, ասենք այս լիրիկը, հա, ոնց որ ինքը տեքստը մի քիչ փոփոխված եւ այս եւ տեքստը ինչին է վերաբերվում, ասում է all day all night Mary Ann, հա, Mary Ann down by the seashore 16 cent, հա, այս Mary Ann-ը, այս Mary Ann-ը ինքը ամեն օր ոնց որ նստած այդ ծովի ափին, հա, եւ ինչ էր անում, նա ավազ էր մաղում, ոչ թե նստած, այլ այնտեղ օգնում էր, ավազը մաղում էր, հա, մաքրում էր, երևի, այսպես, եւ այդտեղ երեխաները ասում են, որ իրեն շատ էին սիրում, իրեն ամեն օր տեսնում էին այդտեղ, հա, եւ այս երգահանը ոնց որ իր մասին սկսում է երգ գրել ու այսպես այս երգի բառերը օգտագործում է եւ դառնում է տրադիցիոնալ եւ հանրահայտ եւ հիթ է դառնում այս երաժշտությունը, շատ գեղեցիկ է, կարող եք ինքներդ լսել, շատ սիրուն գործ է։ Հիմա անցնենք, տեսնենք այստեղ ինչ ենք սովորել։ Մենք սովորել ենք արդեն այդ ամբողջ տևության պաուզաները, դադարները, որ 4-րդ գծից վերև կախված։ Տեսեք, աջ ձեռքում, օրինակ 1, 2, 3 չափ պահվում է դադար։ Ինքը սա արդեն մենք սովորել ենք, որ սա 4 տևողության ամբողջ նոտային է վերաբերվում, ունենք դադար, մենակ պետք է ձախը նվագենք, այստեղ արդեն տեսեք 4/4 է էլի, հա, 4/4 մեսոֆորտ է, գիտենք, որ սա արդեն վերաբերվում է մեր հաճախականությունը, ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր, մենք կես նոտաներ են, տեսեք, 2/4, 2/4, 1/4-ը 2/4-ը, 3/4-ը 4/4-ը, տեսանք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, երորդ չափը, ինչ է ստեղ տեղի ունենում, մենք անցել ենք այս գիծը, հա, որ սա ոչ թե կոչվում է լեգատո, այս կոչվում է պահված գիծ, այսինքն եթե նույն գծի վրա է գտնվում հաջորդ մեր նոտան, ոչ մի նշան չի տեղադրված, դրա համար այն պետք է մենք պահենք, որքան որ ասենք պետք է, հիմա տեսնում ենք, սա օրինակ կես նոտա է, իսկ այստեղ ամբողջ, ինչ է նշանակում, 2 գումարած 4, այսինքն նշանակում է 6, 2 գումարած 4 անում է, որ օրինակ կես գումարած ամբողջ, դա անում է 6, այսինքն այս ամբողջը ոնց որ կետ դրածել են կողքը, հիմա անում 1, 2, 1, 2, 3, 4, հաշվում ենք 1, 2, 3, 4, 5, 6, բայց հաշիվը լինելու է այսպես 1, 2, 3, 4, հա, 1, 2, 3, 4, այսինքն մի անգամ ենք նվագելու, սա չենք նվագելու, բայց հաշվելու ենք ինչ-որ որ պետք է, սա, իսկ աջ ձեռքում, տեսեք, մենք չենք սա նվագելու, բայց աջ ձեռքը իհարկե պետք է գնա չափավոր առաջ, քառորդ, կես, այսինքն 1, 2, 3, 4, իսկ աջ ձեռքը դրված է նշանը պիանո, այսինքն պետք է նվագենք շատ մեղմ, ինչու համար, որտեղ ակորդ է, ակորդները միշտ նվագում ենք ավելի թույլ, քան մեղեդին է, մեղեդին ձախ ձեռքում է արդեն գտնվում, սա արդեն մեր վերլուծումն է, անալիզն է, որ կարևոր է, տեսեք, ձախ ձեռքում հիմա արդեն գնում է կես նոտա, քառորդ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, նույնը կատարվեց և այստեղ, կնվագեմ արդեն կտեսնեք, նույնը այստեղ է կատարվում, նույնությամբ այստեղ, արդեն պետք է ուշադիր լինենք արդեն քառորդ նոտաները, որ մեկ զարկ, կես նոտաները ուշադիր լինենք և պաուզաները, այստեղ, հիմա արդեն նվագեմ հաշվելով, երևի թե սկզբից նվագեմ հաշվելով, տեղադրում ենք մեր ձեռքը, տեսեք,
Աջ ձեռքը պետք է տեղադրենք դո դիրքում, հա, ուշադիր լինենք մեր մատներին, մատները երևս տրված են, օրինակ այստեղ արդեն ակորդներն են 1, 4, 5, այսպես, դուք կարող եք ինքներդ առանձին սովորել, իսկ ժամանակի վերումով ես հիմա առանձին չեմ նվագի, միանգամից արդեն 2 ձեռքով կնվագեմ, բայց դանդաղ կնվագեմ, որ ավելի հազարներ լինի, իսկ ձախ ձեռքը այստեղ ենք դիրքավորում, այսինքն ձախ ձեռքը նորմալ գնում է 5, 4, 3, 2, 1 մատները, իսկ այստեղ աչն է, ուղղակի անցում պետք է կատարեմ այսպես, այս ակորդներն են, հիմա պետք է ես արդեն նվագեմ, որ հաշվելով ու շատ դանդաղ կնվագեմ, օգտագործել ենք մետրոնոմ, եթե դուք մետրոնոմ ունեք, անպայման օգտագործեք, որ թափը, հաշիվը ճիշտ պահպանեք, հա, այսպես, այսինքն սա օգտագործում եմ սա, աշակերտներիս հետ, որպեսզի կարողանանք թափը լսենք, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, Ընդհանուր ինքը ավելի ուրախ աշխուժ է, էլի։ Իսկ հիմա արդեն եկեք փորձեմ անուններով, այլընտրանքային անուններով, պետք է տառերով ինքներդ կարող եք, հիմա գնանք այլընտրանքային, օրինակ մի, սոլ, դո, մի, ռե, ֆա, ռե, ֆա, սի, ռե, դո, ակորդ, մի, սոլ, դո, Mi, re, fa, septim acord, re, fa, si, re, do, acord. Սա էր։ Արդեն կարող եմ ցույց տալ ստեղների վրա ինչպես եմ նվագում։ Ուշադրություն եք դարձնում ձախ ձեռքը, այս դիրքը, որ 5-րդ մատը հիմա 2 գործողություն է կատարելու։ Համ դոյի վրա պետք է օգտագործենք, համ սիի վրա։ Ուշադիր եղեք, հիմա ասենք 4, 2, 2, 5, 4, 4, 5, 5։ Տեսակ, համ դոյի վրա, համ սիի վրա օգտագործվեց։ Կամ ասում ենք, օրինակ, 4, 2, 2, 5, 4, 4, 5, 5 Եվ պետք է այս համարները գրքում կամ թերթիկի վրա նշեք, որպեսզի չշփոթեք։ Այս ճիկույթը կատարեց 2 գործողություն։ Տեսանք։ Սա շատ կարևոր է, որպեսզի այս անցումը կարողանանք կատարենք, ինչպես այսօր սովորեցինք արդեն աջ ձեռքում այդ անցումը կատարել։ Տեսեք, հիմա բթամատը կատարում է 2 գործողություն։ Դոյի վրա, հետո անցումը դեպի, ինչպես ասենք այստեղ, տեսեք, սրանք գնում են սովորական իրենց հաջորդականությամբ, հա, իսկ այստեղ ինչ կատարվեց, բթամատը կատարում է 2 գործողություն, մնում է առաջին մատ, բայց 2 տարբեր նոտաների վրա ենք նվագում, սա շատ կարևոր անցումնային, ասենք, ռեյխոլ է, հա, կանոն է, որ պետք է սովորենք։ Այստեղ գտնվում ենք արդեն մեր 22-րդ էջում, ինչպես սովորեցինք, տեսեք, սա մեր դո դիրքն է, այս բթամատը մեկ ներքև, տեսնեք, մեկ ստեղ ներքև, օրինակ, այստեղ մեր դո ակորդ է, դո, մի, սոլ,
կատարվեց, այստեղ եկավ դթամատը մեկ ստեղ ներքև։ Հետո էլի, տեսեք, այստեղ արդեն 1-4, տեսնում ենք, չէ, 1-4-5, B, F, G, C, Fa, Sol, սա պետք է սովորենք, այնքան նվագենք, մինչև վարժեցնենք, ինչպես արդեն տված է մելոդիկ, մեղեդիական, դո, մի, սոլ, սի, ֆա, սոլ, դո, մի, սոլ, սի, ֆա, սոլ, կամ նվագեք այսպես հարմոնիկ, 1-2-3-4, այնքան արեք այս շարժում, մինչև որ ձեր ձեռքի մկանները կարողանան լավ աշխատել։ Սա օրինակ հենց օրինակ էսա C-ն էր, սա G7, չմոռանաք։ 22-րդ էջներ, հիմա անցնում ենք արդեն 23-րդ էջը։ Այսպես դիրքավորում ենք, Mary Ann պետք է նվագենք։ Տեսակ չէ, որ արդեն ձեռքը դիրքավորեցինք, մեր ձախ ձեռքով ենք սկսելու, երրորդ մատով պետք է սկսենք այդ կես նոտաները, իսկ այստեղ աջ ձեռքը, տեսեք ինչ ենք անում, դիրքավորել ենք, պետք է վերցնենք սկզբնական, օրինակ մեր G7, այսինքն սոլ սեպտիմակորդ, այս երկրորդ շրջվածքը, բայց ռեն բաց է թողնված, օրինակ պետք է վերցնենք սի, ֆա, սոլ ու 3 անգամ երրորդը պետք է երկար պահվի, հետո արդեն ընդամենը սա է գնալու, իսկ ասենք ձախ ձեռքը արդեն մենք սովորել ենք այդ անցումը, որ կատարում ենք, ինչպես ասենք աչը, այսպես էլ ձախը անցած դասին մենք սովորեցինք, ոնց 5-րդ այս ճիկույթը պետք է անցում կատարվի։ Այսօր արդեն պետք է դա այստեղ էլ ցույց տանք արդեն պրակտիկայում։ Հիմա եկեք փորձենք այլընտրանքային անուններով, հետո ակորդները կնշեմ արդեն, մի փոքր կարելի է արագ վերցնել արդեն, էլի երրորդ մատով կարող եք այստեղ արդեն դիրքը պահպանել, այսպես, երրորդ մատով գնաց, մի, սոլ, դո, մի, ռե, ֆա, սեպտիմակորդ, ռե, ֆա, ֆա, սի, ռե, դո, ակորդ, մի, սոլ, սոլ, դո, մի, ռե, ֆա, սեպտիմակորդ, Re, fa, fa, si, re, do, ակորդ։ Սա էր այսօրվա մեր դասը, կարող ենք արդեն վարժվել, դանդաղ, ձախ ձեռքը առանձին սկզբից սովորեք, հետո այդ ձեռքը ակորդները սովորեք, հետո միացրեք, եթե ստացվի։ Սա էր այսօրվա մեր դասը, արդեն կանցնենք հաջորդը 24-րդ էջից։ Շնորհակալություն, որ դիտում էիք, կհանդիպենք հաջորդ դասին, շնորհակալություն, հաջողություն։